Գործք առաքելոց 25-րդ գլուխ։ Երբ Փեստոսն իշխանության անցավ, 3 օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։ Քահանայապետներն ու հրեաների գլխավորները նրան զեկուցեցին Պողոսի մասին, եւ նրանից շնորհ խնդրելով աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել ճանապարհին Պողոսին սպանելու համար։ Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, եւ որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ Ապա ասաց. Ձեզնից ովքեր կկարողանան ինձ հետ թող իջնեն, եւ եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն։ Եվ 8 կամ 10 նորից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, եւ հաջորդ օրը ատյան նստելով հրամայեց, որ Պողոսին բերեն։ Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները, եւ նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել, քանի որ Պողոսը պատասխանում էր. Ոչնչով հանցավոր չեմ, ոչ հրեաների օրենքի, ոչ տաճարի, ոչ էլ կայսեր դեմ։ Բայց Փեստոսը կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. Ուզում ես Երուսաղեմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ։ Պողոսն ասաց. Կանգնած եմ կայսերատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես։ Ուրեմն եթե հանցավոր եմ եւ մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրին եմ բողոքում։ Այդժամ Փեստոսը իր խորհրդականների հետ խոսելուց հետո պատասխանեց. Կայսրին բողոքեցիր, կայսեր մոտ պիտի գնաս։ Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպաս արքան եւ Բերենիկեն Կեսարիա եկան Փեստոսին ողջունելու։ Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած, որի մասին քահանայապետները եւ հրեաների գլխավորներն ինձ տեղեկացրին, երբ Երուսաղեմ գնացի։ Ինձնից խնդրում էին, որ նրան պատժեմ։ Նրանց պատասխանեցի. հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին եւ ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա։ Եվ երբ այստեղ եկան, առանց հապաղելու, հաջորդ օրն իսկ ատյան նստելով հրամայեցի, որ մարդուն բերեն։ Նրա դեմ ամբաստանություն ներկայացնողները մեջտեղ չէին բերում եւ ոչ մի հանցանք, որ ես կասկած ունենայի, այլ նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող ինչ-ինչ խնդիրներ ունեին, ինչպես նաեւ մեռած ոման Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։ Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, մեղադրյալին ասացի, թե կկամենար Երուսաղեմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատվել։ Բայց երբ Պողոսը բողոքեց, որ ինքը պետք է պահվի օգոստափարի վճռի համար, հրամայեցի պահել նրան, մինչև որ կայսեր մոտ ուղարկեմ։ Ագրիպասը Փեստոսին ասաց. Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել։ Փեստոսն ասաց. Վաղն իսկ կլսես նրան։ Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպասը եւ Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան եւ հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց եւ Պողոսին բերեցին։ Փեստոսն ասաց. Ագրիպաս արքա եւ մեզ հետ ներկա ամենքդ, տեսնում եք սրան։ Հրեա ամբողջ ժողովուրդը թե Երուսաղեմում եւ թե այստեղ սրա մասին ամբաստանություն էին անում ինձ մոտ, եւ աղաղակում, թե նա չպետք է կենդանի մնա։ Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Ինքն էլ բողոքած լինելով օգոստափարին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։ Դրա մասին Տիրոջս կայսրին ստույգ բան չունեմ գրելու, այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի եւ մանավանդ քո առաջ, Ագրիպաս արքա, որպեսզի կրկին քննելով կարողանամ մի բան գրել։ Քանզի ինձ անպատեվ բան է թվում ուղարկել մի բանտարկյալի, առանց նրա մասին որևէ հանցանք նշելու։